Լավ է կյանքը Բերթավանում։ Ոչինչ։ Գոհ եք։ Վատ է։ Որովհետև սաղելած թնգացել է, աղքատություն է։ Կրակոտ չկա, այս պահին, բայց թե որքան սա կտևի, ինչ իրավիճակա քաղաքական մենք տեղյակ չենք։ Պարզապես կրակոցներ չկա, մենք այս պահին խաղաղ վիճակում ենք ապրում։ Դե բաներ կա որ գոհ ենք, բաներ կա որ դժգոհ ենք։ Մի մարդ չի կարող ամեն ինչից գոհ կամ ամեն ինչից դժգոհ լինի։ Մեր գյուղը կոնկրետ ջուր չունի, որ հող մշակենք, ասենք, ստացած հողերի մեծ մասն էլ սահմանումն է, Թուրքի սահմանումն չենք կարող մշակենք։ Բայց հիմա խաղաղություն չի։ Դե չենք կարող մշակենք, չգիտեմ, դրանց խաղաղությունը ոնց է, բայց մենք կվախենանք որ Այդ դրա մասին է ուզում խոսել, այդքան գոռում են խաղաղություն, հավատում եք որ կլինի խաղաղություն։ Հավատում եք։ Ես ինքս հավատում եմ։ Ես հավատում եմ։ Չենք հավատում։ Ինչի։ Ադրբեջանի վստահում եք։ Չէ, չենք վստահում։ Նախկինում ապրել եք իրար հետ։ Հո, Ադրբեջանցիների։ հո, Լավ է եղել այդ ժամանակ։ այն ժամանակ հա, Բա հիմա քիչ եք վստահում։ համի խառա դրա համար։ Տամի հետ էլա կարաչի նորմալ հարաբերություն ունի ինչ որ եմ վաղտ։ Իսկ այդ խաղաղությանը որ ասում են հավատում եք։ Չէ։ Այն ամեն օր ասում են որ եթե հաշտվեն ոչ կռիվ դիրել խաղաղության ինչին հավատանք։ Ինքան երեխեքի գլուխը կերան։ Չէ, չեմ հավատում բոլորովին։ Ինչի։ Որովհետև Թուրքի ու հայ մեջ հայը կարող է ուզի խաղացին, Թուրքը դա երբեք չի ուզի։ Բա Նիկոլ Փաշինյանն ասում է որ մենք խաղաղություն ենք բերում։ Չէ, ոչինչ։ Թող ասի, բայց չի բերում։ Դե դա հարաբերական հասկացություն է, ես չգիտեմ, այդ խաղաղությունը մենակ մեզանից չի կախված։ Չեմ կարող ասել խաղաղ։ Կապրեք ադրբեջանցիների հետ։ Ճիշտն ասած ես ապրել եմ ադրբեջանցիների հետ։ Կապրեմ ադրբեջանցիների հետ, բայց սեփական շահը առաջ տանելով։ Ադրբեջանցիների հետ հիշում եք նախկինում։ Շատ լավ, հայերի հետ այդքան չէ լավ, ինչքան նրանց հետ։ Դեղ էլ ադես լավ են ապրել։ Մեր պապիկները, տատիկները, որ մենք հիշում ենք, իրար հետ լավ համերաշխ ապրել են, առևտուր են արել։ Դե հիմի չգիտեմ, այսքան զոհերը որել է լավ հնարավոր է չկարենան, բայց չներեն իրար։ Կարան, բայց իրանք չեն կարող, որովհետև իրանք իրանց երեխեքին ույս ձևի են դաստիարակում, հայատյացություն են դաստիարակում։ Դրա համար էլ չենք ես չեմ հավատում, որ կարանք մենք իրար հետ ապրենք։ Կյանքը լավ է, ցավոտ տանեմ։ Ու սպասում ենք ավելի լավանա։ Երբ եք սպասում դրան։ Երևի ընտրություններից հետո։ Ո՞ր քաղաքական ուժը կցանկանաք տեսնել երկրի ղեկին։ Երևի է հարց չտայրելի։ Սա փակ գաղտնի ընտրություն չեմ ուզում։ Հավատում եք այդ։ Ուզում եմ այն մարդուն, ով մեր հայ ժողովրդի մոտ կանգնած է, անվտանգություն ապահովում, ժողովրդի կյանքը բարելավում է, հայ ժողովրդի թիկունքին կանգնած մարդ։ Ով ուզում է մենակ հայելին։ Մեկ էլ կցանկանան, որ համախմբվին, որ ուժեղանանք։ Սամվել Կարապետյանը խաղաղություն կլի։ Ուժեղ Հայաստան կլի։ Սամվել Կարապետյանի ընթացքում էլի։ Ոչ թե Նիկոլի։ Նիկոլը շատ վատնա։ Մետ ինչ ասեմ էլ։ Ինչ եկա կռիվը ցես։ Այնքան երախս գլուխը կերավ։ Կռիվ մեջ ցես, ալեվիտ մոտ կացա, ալեվի ստրուկնա, այլ ինչ ասեմ, որ մի բան ասեմ։ Դենց Նիկոլ լավը չվատնա։ Նախկինում շատ լավն էր։ Օրինակ ես առաջի պատերազմին մասնակցել եմ։ Թուրքերն են վարդի քշեցինք, հասցրինք։ Բայց այս երկրորդը թե քրիստիանից լավ գիտեում է։ Մեր դավաճանության էսն էլի։ Մասնակցելու եք ընտրություններին։ Պարտադիր։ Ում եք տեսնում հաջորդ քաղաքական ուժը որ։ Դա գաղտնիք է եւ ոչ մեկին չեմ պատրաստվում այդ մասին հաղորդեմ նախորոք։ 75 տարեկան կնիկ եմ, մի թարս բան էլ կասեմ, կկակ տանից դուրս կանեք, գնացեք,